Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը աղեղնավոր նշանի համար։ Սիրելի աղեղնավորներ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերի մասին։ Արևը մինչև մայիսի 21-ը գտնվելու է ցուլ նշանում ձեր 6-րդ տանը։ Լավ ժամանակահատված է զբաղվելու ձեր մարմնով, լավ ժամանակահատված է, եթե առողջական խնդիրներ կան, ապա նման հարցերով զբաղվելու, գնալու բժշկի, աշխատանքում ինչ-որ փոփոխություններ մտցնելու և նոր սննդակարգի անցնելու համար։ Մայիսի 21-ից սկսած արևը կանցնի երկբորյակ նշան ձեր 7-րդ տոն։ Եվ լավ ժամանակահատված կլինի ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրելու, նոր համագործակցություն ունենալու, նոր հաճախորդներ և ամուսնություն գրանցելու համար։ Մերկուրի մոլորակը մայիսի 3-ից սկսած մինչև մայիսի 17-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 6-րդ տանը, բերելով ձեզ զանգ, նորություն կապված աշխատանքի հետ, աշխատավայրի հետ, ինչպես նաև գուցե անալիզներ հանձնեք, դրանց պատասխան այս ժամանակահատվածում ստանաք կամ ընտանիքի կենդանիներ եթե ունեք, վերոնշյալ թեմաները կարող են վերաբերել նաև նրանց։ Մայիսի 17-ից սկսած Մերկուրին կանցնի երկբորյակ նշան ձեր 7-րդ տոն և շատ կլինի խոսակցությունները, բանակցությունները ամուսնու կնոջ կամ գործընկերների, հաճախորդների հետ։ Վեներա մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի երկբորյակ նշանում ձեր 7-րդ տանը, բերելով նոր սեր, սիրահարվածություն, նոր հարաբերություններ կամ նոր շահավետ համագործակցություն։ Մայիսի 19-ից սկսած կանցնի արդեն Վեներան խեցգետին նշան ձեր 8-րդ տոն։ Լավ ժամանակահատված է, եթե իհարկե ցանկանում եք վարկ վերցնել դրա համար, կամ այս ժամանակահատվածում ինչ-որ նվեր, գումար կստանաք ձեր զուգընկերոջից կամ պետական համակարգից ինչ-որ գումարներ հնարավոր է ստանաք։ Մարս ներողություն Վեներան 8-րդ տանը հնարավոր է նաև ձեզ տա վիրահատություն, իհարկե եթե ցանկանում եք, ինչը վերաբերվում է կոսմետիկ վիրահատության մասին է խոսքը։ Մարս մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի խոյն նշանում ձեր 5-րդ տանը։ Այստեղ հնարավոր է տարաձայնություններ լինեն երեխաների հետ կամ հարաբերություններում ձեր սիրեցյալի հետ։ Խոսքը ամուսնու կնոջ մասին չի, ինչպես նաև եթե պետք է բիզնես բացեք, ապա ինչ-որ անհամաձայնություններ կարող է լինեն նաև այդ ոլորտում։ Մայիսի 19-ից սկսած Մարս մոլորակը կանցնի ցուլ նշան ձեր 6-րդ տոն, իմ պրակտիկան ցույց է տալիս, որ երբ Մարսը 6-րդ տանն է, առողջական խնդիրներ են լինում, վիրուսներ են լինում, հնարավոր է հիվանդանալ, մրսել, տաքությունը բարձրանա, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, կամ Մարսը 6-րդ տանը կարող է ձեզ բերել տարաձայնություն ձեր գոլեգաների հետ աշխատավայրում։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում այս ամսում 18-ից 23 աստիճան շարժվելով ձեր 8-րդ տանն է, այսինքն ոչ ձեր կողմից աշխատած գումարները։ Դեռևս 2025 թվականի հունիսի վերջից եւ մինչեւ այս տարվա հունիսի վերջը այնտեղ է գտնվելու, վստահ եմ, որ այս ժամանակահատվածում շատերը ինչ որ եկամուտ ունեն տարբեր աղբյուրներից, ինչ-ինչ պատճառներով տարբեր, այսինքն գուցե ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսական դրություններ լավացել, այդպիսով ընդհանուր ընտանեկան բյուջեներ մեծացել, կամ պետական համակարգից ինչ-որ գումարներ եք ստացել կամ դեռևս կստանաք։ Սև լուսինը սիրելի աղեղնավորներ շարունակում են գտնվել ձեր առաջին տանը, այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով, բերելով ձեզ ինչ-որ վախեր, անհանգստություններ, կարող եք հիշել 9 տարի առաջ ինչ է եղել, նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել այս ժամանակահատվածում։ Հատկապես այն աղեղնավորները պետք է զգուշանան, ով ասցենդենտով է աղեղնավոր եւ ասցենդենտը գտնվում է աղեղնավորի 14-ից 18 աստիճանում կամ ովքեր ծնվել են դեկտեմբերի 6-ից 10 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, զգուշացեք, որպեսզի սև լուսնի գայթակղություններին չտրվեք։ Ինչի նշանակում, օրինակ գուցե պահի ազդեցության տակ որոշեք ինչ-որ արտաքինի հետ կապված փոփոխություն կատարել, հետագայում փոշմանեք, կամ լինի նոր ծանոթություն, կամ ձեր ամուսնու կնոջ հետ ինչ-որ տարաձայնություններ լինի, կամ ձեր ամուսնու կյանքում կարող է ինչ-որ կին հայտնվել, եւ այսպեսով փորձել ձեր ամուսնուն խլել ձեզնից։ Նման հարցեր կարող են լինել։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում այս ամսում շարժվելով 9-ից 12 աստիճան, խոյը ձեր 5-րդ տունն է, եւ Սատուրնը հնարավոր է մի փոքր սառեցնի հարաբերությունները,
դեռևս առաջիկա 2 տարիներին այնտեղ է լինելու, հարաբերությունները սառեցնի կամ երեխաների հետ կամ սիրային հարաբերություններում, հարաբերությունները կարող են սառել կամ ընդհակառակը, բայց եթե այս ժամանակահատվածում սիրելի ընկերներ ձեր հարաբերությունները մնան կայուն, ապա ընդհակառակը Սատուրնը ձեզ կտանի ավելի պաշտոնական հարաբերությունների։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված նորալուսին կունենանք մայիսի 16-ին, ցուլ նշանում 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի անպայման, ցուլը ձեր 6-րդ տունն է, իսկ նորալուսինը, այսինքն նոր էներգիա, հնարավոր է նոր աշխատանքի գնաք, կենցաղում ինչ-որ նորություններ լինեն։ Եվ լիալուսին ունենալու ենք 2 լիալուսին այս ամսում, մայիսի 1-ին Կարիճ նշանում 11 աստիճան, 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի, այս լիալուսինը ձեր 12-րդ տանն է գտնվում, այսինքն ինչ-որ բան կիմանաք կամ ինչ-որ վերջնակետ կդրվի, ինչը կապված է հեռավոր հողերի հետ, հեռու ինչ-որ բնակվող մարդկանց հետ, ձեր շրջապատի հետ, կամ այս լիալուսինը կարող է խոսել ուղղակի մեկնեք հանգստի, դա եւս հնարավոր է, կամ եթե ինչ-որ փաստաթղթի եք սպասում արտասահման գնալու հետ կապված, ապա այս լիալուսինը այն կարտացոլի։ Եվ սիրելի աղեղնավորներ, հաջորդը կունենանք լիալուսին մայիսի 31-ին, 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի հենց ձեր առաջին տանն է լինելու 10 աստիճանում։ Եվ ավելի շատ այս լիալուսնի ազդեցությունը զգալու են նրանք, ովքեր ասցենդենտով աղեղնավոր են, ասցենդենտը գտնվում է աղեղնավորի 10 աստիճանում կամ ովքեր ծնվել են դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին։ Ինչ է սա նշանակում, վերջնական որոշում կապված արտաքինը փոխելու հետ, արտաքնում ինչ-որ միջամտություն կատարելու հետ կամ վերջնակետ հարաբերություններում։ Այժմ նշեմ լարված օրերի մասին, եթե նշում եմ մի օր, 2 օր առաջ հետո միշտ նկատի ունեցեք։ Մայիսի 3-ին և 4-ին լարված օրեր են լինելու, Յուպիտերը և Մարսը 90 աստիճանի անկյուն են կազմելու, զգույշ եղեք, վտանգավոր իրավիճակներ կարող են լինել։ Մայիսի 7-ին և մայիսի 21-ին զերծ մնացեք ինչ-որ հարաբերություններ բարձելուց, ֆինանսական ինչ-որ գործողություններ կատարելուց, եւ լարված կլինի մայիսի 26-ը, Մարսն ու Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, դա նշանակում է, որ ինչ-որ պայթյունավտանգ, վատ իրավիճակներ կարող են լինել, փորձեք զերծ մնալ մարդաշատ վայրերից։ Այսքանը սիրելի աղեղնավորներ կապված մայիս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Այսքանը, շուտով կհանդիպենք, ցտեսություն։